Շուրջ 2 միլիոն 200 հազար զբոսաշրջային այցելություն է ունեցել Հայաստանը 2025-ին։ 5 տարի անց այդ թիվը պետք է հասնի 3 միլիոնի։ Սա զբոսաշրջության զարգացման նոր ծրագրի վերջնաժամկետն է։ 2026 թվականի հունվարի 8-ի կառավարության նիստի ընթացքում ընդունվեցին ոլորտի զարգացման ռազմավարական եւ դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրերը։ Ակնկալվում է, որ զբոսաշրջիկների ծախսը 2030-ին Հայաստանում կգերազանցի 3,8 միլիարդ ԱՄՆ դոլարը, եւ սա միակ թվային տեսլականը չէ։ Նախատեսում ենք շուրջ 4.5 միլիոն զբոսաշրջային ներքին զբոսաշրջային այցելություններ, ոչ պակաս կարևոր ցուցանիշ է նաև այստեղ զբոսաշրջիկների կեցության տևողության ավելացումը, եթե այս պահին ունենք 10 գիշերակաց, նախատեսում եմ, որ 30 թվականին արդեն զբոսաշրջային մեր գրավչությունների կամ պրոդուկտի բազմազանեցման արդյունքում մենք ունենանք ավելի շատ գիշերակացեր, նախատեսում ենք, որ առնվազն 12-ի կհասնեն գիշերակացերի քանակը։ Ծրագրի նպատակն է Հայաստանը դարձնել մրցունակ եւ բազմազան զբոսաշրջային ուղղություն ողջ տարվա ընթացքում։ Զարգացնելով էկոտուրիզմը, մշակութային, առողջապահական, գաստրոնոմիական ճյուղերը, բարձրացնել Հայաստանի վարկանիշը նաև այս ասպարեզներում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մարզերի ներուժի բացահայտմանը։ Սյունիքի մարզում ունենք հայտարարված արդեն զբոսաշրջային մի քանի կենտրոններ եւ զբոսաշրջային գյուղեր էլ կան հայտարարված այստեղ։ Ռազմավարական ծրագրով եւս նախատեսված է, որ այս կենտրոններում իրականացվելու են ներդրումներ, ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը, ծառայությունների որակի բարձրացմանը։ Ռազմավարական ծրագրի մեջ այս պահին ներառված է Գորիս զբոսաշրջային կենտրոնը եւ նաեւ Տաթևը։ Անգեղակոտ, Շաղատ, Բալակ, Վաղատին բնակավայրերը, Շաքի ջրվեժբնության հուշարձանը, Զորաց քարեր պատմամշակութային, Որոտնավանք վանական համալիրը կլինեն Սիսիանի զբոսաշրջային կենտրոնները։ Առաջիկա 5 տարիներին այստեղ նույնպես նախատեսվում է աշխատանքներ իրականացնել։ Այս պահին չունենք հստակ թվեր, թե որ մարզում քանի զբոսաշրջային այցելություններ են լինում ու նաև ունենք ներքին զբոսաշրջության մասով վիճակագրական հստակ տվյալներ, բայց ռազմավարական ծրագրով եւս նախատեսել ենք, որ թե ներքին զբոսաշրջության վերլուծությունները վիճակագրական տվյալների բարելավում պետք է լինի եւ թե ներգնաց զբոսաշրջության։ Այս համատեքստում կարևոր է համայնքների ներգրավումը, փոքր ու միջին բիզնեսին աջակցումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը, որոնք միաժամանակ կնպաստեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Կառավարություն ներկայացրել ենք մի նախագիծ եւս զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց էլեկտրոնային գրանցամատյանի վարման նախագիծը, որով բոլոր հյուրանոցային ծառայություն մատուցող անձինք, զբոսաշրջային գործունեության սուբյեկտները, օպերատորներ, գործակալներ, զբոսավարներ, ուղեկցորդներ, բոլորը պետք է իրենց գործունեության մասին ծանոթեն այս հարթակում, նախ իրենց մասին ամբողջական ինֆորմացիան կունենանք, հետո արդեն իրենց այդ աշխատանքի արդյունքում նաեւ կունենանք այցելությունների պատկերը։ Այս պահին էկոնոմիկայի նախարարությունը նաև ծրագիր է մշակում, որով հնարավոր կլինի աջակցել հյուրանոցային եւ զբոսավարային ծառայություններ մատուցող անձանց, նպաստելով ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացմանը, սպասարկման որակի բարձրացմանն ու զբոսաշրջային ծառայությունների բազմազանեցմանը։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։